Պատմական հայկական Օշական գյուղը Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում է։ Հինավուրց բնակավայրը 1604 թվականին դարձել է պարսից շահ Աբբաս առաջինի ռազմաքաղաքական թիրախ։ Օշականն ունի հնագույն պատմություն։ Գյուղի շրջակայքում են Քրիստոսից առաջ 7-ից 5-րդ դարերում կառուցված Օշականի Բերդ ամրոցի ավերակները։ Այստեղ է հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը, որտեղ 443 թվականին Վահան Ամատունի իշխանը կառուցել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին։ Այն դարձել է սրբատեղի ամբողջ հայության համար։ Օշականը հայտնի է իր հերոսամարտերով։ Հայոց բանակը սպարապետ Վաչե Մամիկոնյանի գլխավորությամբ Օշականի մոտ գտնվող Ցլու գլուխ կոչվող բլրի մոտ ջախջախիչ պարտության է մատնում Կովկասյան Վաչկատուն ցեղերի զորքին, առաջնորդ Սանեսանի գլխավորությամբ։ Սանեսանը գլխատվում է հայ քաջերի ձեռքով։ Ավելի ուշ Օշականում ևս մի ճակատամարտ է տեղի ունեցել հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև 1827 թվականի օգոստոսի 17-ին, որն ավարտվել է հայ-ռուսական զորքերի փայլուն հաղթանակով։ 1603-ից 1604 թվականներին պատերազմ սկսվեց Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև, և պարսից շահ Աբբաս առաջինը սկսեց լայնամասշտաբ արշավանք դեպի հյուսիս, նպատակ ունենալով գրավել Հայաստանի ամբողջ արևելյան հատվածը, այդ թվում Արցախը, Նախիջևանը, Ջավախքը, Երևանը, Արարատյան դաշտը։ Պարսկական զորքի մեջ կարևոր տեղ էին գրավում թյուրքախոս ղզլբաշները, որոնք աչքի էին ընկնում քրիստոնյաների նկատմամբ իրենց առանձնահատուկ դաժանությամբ։ Հետագայում նրանք չարիք դարձան նաև պարսիկների համար։ 1604 թվականի արշավանքի հետևանքով 605,000 հայեր բռնի տեղահանվեցին, որոնց գրեթե կեսը մահացավ դաժան գաղթի ճանապարհին։ Արագածոտնի այս շեն ու բազմամարդ գյուղը ենթարկվեց ամենադաժան տեղահանության։ 17-րդ դարի հայ պատմագիր Առաքել Դավրիժեցին նկարագրում է, թե ինչպես Պարսկաստանի թուրքական զորքերը դատարկեցին Արարատյան դաշտի գյուղերը, այդ թվում Օշականը։ Բնակչությունը քշվեց Պարսկաստանի խորքերը, իսկ տներն ու այգիները մատնվեցին անտերության։ Նա ցավով է նշում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմի մոտ գտնվող գյուղի ամայացումը։ Օշականցիները լեռնային ժողովուրդ էին և ցույց տվեցին համառ դիմադրություն։ Շատ հայեր բնակեցվեցին Մազանդարանի, Ճահճային և անառողջ վայրերում, որտեղ կլիման կործանարար էր։ Հազարավոր մարդիկ մահացան հիվանդություններից, քանի որ շահը նրանց օգտագործում էր որպես էժան աշխատուժ այդ վայրերը մշակելի դարձնելու համար։ Դավրիժեցին գրում է, որ մարդիկ երազում էին վերադառնալ Հայաստանի առողջարար օդին ու ջրին։ Տեղահանվածների մի մասն էլ հաստատվեց Նոր Ջուղայում։ Դավրիժեցին նկարագրում է դեպքեր, երբ թուրքախոս ղզլբաշները հայ մեծահարուստներին կամ արհեստավորներին ստիպում էին հրաժարվել քրիստոնեությունից, սպառնալով մահվամբ կամ աքսորով։ Հայ ընտանիքները փոքր խմբերով, գիշերները, շրջանցելով պահակետերը, փորձում էին հասնել Արաքսի ափերը։ Դավրիժեցին նկարագրում է, որ բռնվելու դեպքում մարդկանց սպասվում էր մահապատիժ կամ ողջ ունեցվածքի բռնագրավում։ Որոշ դեպքերում հայ մեծահարուստները կամ հոգևորականները կարողանում էին կաշառքով կամ հատուկ ծառայությունների դիմաց շահից հրովարտակ ստանալ, թույլ տալով որոշ ընտանիքների վերաբնակվել հայրենիքում։ Երբ մարդիկ հասնում էին Օշական կամ Աշտարակ, նրանք տեսնում էին ավերակներ։ Վերադարձածները նախ բնակվում էին քարանձավներում կամ կիսավեր եկեղեցիների պատերի տակ։ Օշականում վերադարձողների առաջնահերթությունը Սուրբ Մեսրոպ Մաշտոցի մատուռի պահպանությունն էր։ Ճանաչենք մեր հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։